մեկ աղջկահարույց այդ իրադարձություններից հետո այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը ազատվել աշխատանքից։ Ինչ կապ կա եւ ինչու կարող էր նա ազատվել, ինչու Փաշինյանը կազատվեր նրանից։ Մենք որպես կանոն խոսում ենք մեր երկրում ըստ էության չգործող կամ գործող կարմիր գծերի մասին, բայց նաև յուրաքանչյուր պաշտոնյա անկախ իր կարգավիճակից կարծում ինքն էլ ունի իր կարմիր գծերը։ Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, թե Արմեն Աբազյանի պաշտոնանկությունը ինչով է պայմանավորված, բայց միգուցե դա պայմանավորված է նրանով, որ ինքն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են։ Սա ես չեմ կարծում, որ մեկ թեմայի հետևանք է, ես կարծում սա որոշակի կուտակված խնդիրների հետևանք է, որը արտացոլվել է կոնկրետ երեկվա իրադարձություններում։ Իրականում ինչ է եղել, սա միայն իմ ենթադրությունն է, բնականաբար սրա մասին ողջ եղելությունը կարող ենք իմանալ այն ժամանակ, երբ որ դրա հետ կապված Արմեն Աբազյանը ինքը բարձրաբանում կներկայացնի։ Պարոն Աբրամյան, Արմեն Աբազյանը 7 տարի է ղեկավարում է ազգային անվտանգության ծառայությունը, 7 չէ, 20 թվականից պատերազմից հետո, 7 խալասեցի, նոյեմբերից նշանակվեց եւ ղեկավարում է, դուք ասում եք կարմիր գծեր, այս ընթացքում տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, ինչ եք կարծում, այսինքն դուք կարծում եք, որ կոնկրետ ապօրինի ինչ որ շատ լուրջ հրահանգ է իջեցվել, որը հանգեցրել է այս որոշմանը եւ արդյոք այս տարիներին այդպիսի նախադեպ չի եղել եւ ինչու հենց այստեղ էլ երկգործեց։ Նախ մենք խոսում ենք ենթադրությունների մասին, որովհետեւ այն պաշտոնյան ում հետ տեղի ունեցավ այդ ամենը, ինքը որևէ բարձրաբանում դեռևս չի ներկայացրել, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի մանրամասն խոսելու։ Բնականաբար վերջին 5 տարիներին մեր երկրի հետ շատ բան է տեղի ունեցել, օրինակ 23 թվականին Արցախի օկուպացիա է տեղի ունեցել, մեր երկրում արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Մարդիկ քաղաքական ուժը կամ այն դերակատարները, որոնք հայտարարում էին, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո սկսեցին հայտարարել, որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Այսինքն այնպես չէ, որ ես ինքս անձամբ համարում եմ, որ սա կարմիր գծերի առաջին հատումն է եղել, հատկապես որ ինքս էլ ներկայացնում մի քաղաքական ուժ, որի շատ անդամներ, սկսած Հուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանից կամ այս պահին անազատության մեջ 2 տարի արդեն անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանից գտնվել են մշտական այս իշխանությունների քրեական տարբեր հարվածների ներքո եւ քաղաքական հետապնդումների տակ եւ բնականաբար այս տեսանկյունից այն որ մենք խոսում ենք կարմիր գծերի մասին, ես պատահական չեմ ասում, որ յուրաքանչյուրը պաշտոնյա եւ ինքն է իր համար ունի եւ դա ինքը համարել է իր համար այդ կարմիր գծերի հատում։ Մենք խոսում ենք ենթադրյալ ինչ-որ իրավիճակի մասին, մենք չենք խոսում այն բոլոր իրավիճակների մասին, որը այս 5 տարիներին տեղի ունեցել մեր երկրում, ինչը մեր համար է համարվել կարմիր գիծ, որովհետեւ եթե խոսում ենք կարմիր գծերի հատման մասին, ապա դա հատվել է դեռևս 2018 թվականին, երբ որ առաջին հարվածները սկսեց Մայրաթորի նկատմամբ, երբ առաջին հարվածները սկսեց զինված ուժերի նկատմամբ, երբ առաջին անգամ հստակ դարձավ, որ իշխանության եկած ուժը ոչ թե պայքարում է օրենքի գերակայության համար, այլ պայքարում է իր արտոնությունների, իր հնարավորությունները եւ հետագայում նաեւ այնպիսի ավտորիտար բնույթի պետության կառուցման վերաբերյալ, որ այսօր ունենք։ Այսինքն իմ տեսանկյունից այդ կարմիր գծերը դեռևս 18 թվականին են հատվել, բայց թե Արմեն Աբազյանի մոտ դա երբ է հատվել, ինչի արդյունք է եղել, դա իմ համար մի փոքր դժվար է մեկնաբանել։ Պետք է տրվի, այսինքն ակնկալվում է ստանալ բարձրաբանում եւ այլն, թե իրավիճակում դա չի եղել նախկին նաեւ նախագծերը պաշտոնյաները հեռացում են առանց որևէ բարձրաբանում։ Եթե ես խոսեի իմ քաղաքական թիմակցի վարքագծի կամ նրա հետ տեղ ունեցած ինչ-որ իրավիճակի մասին, ես շատ հստակ դրա մասին կասեմ, բայց քանի որ խոսք ունենք մի պաշտոնյայի մասին, ով իր պաշտոնի բերումով եւ քաղաքական այդ պահին իր առաջնորդությունների առումով առնչություն առանձնապես չունի իմ հետ, բնականաբար ես չեմ կարող ասել, թե նա այս պահին ինչով կառաջնորդվի եւ իր պարզաբանումների հիմքում ինչ կդնի։ Պարոն Աբրամյան, մեկնաբանեք Սամվել Կարապետյանի շուրջ տեղ ունեցող երեկվանից այս գործընթացը, ինչ է կարծում, սա ուղիղ կապ ունի հենց երեկվա հայտարարության հետ, թե գուցե ավելի խորքային հարցեր կան։
Տեսեք, այն հարցակումները, որոնք սկսվել են մայրաթորերի նկատմամբ, տարբեր հոգեորականների նկատմամբ, բնականաբար իշխանության համար այդպես էլ հեշտ մարսվող թեմա չի կարող լինել, որովհետև հայ առաքելական եկեղեցին ունի բավականին բարձր վարկանիշ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Այդ հեղինակությունը ոչ թե ստեղծվել է 1, 2 կամ 3 օրերի, ամիսների կամ տասնամյակների ընթացքում, դա հազարամյակների պատմություն է եւ եկեղեցին նաև իր մեջ կրում այն ինստիտուցիոնալ հիշողությունը, որը անմիջապես կախված է հայ ժողովրդի պետականության տարբեր փուլերի հետ։ Եվ բնականաբար հայ առաքելական եկեղեցու դեմ այդ հարձակումները չի կարող արագ որևէ արձագանք ունենալ։ Հիմա ստեղծված իրավիճակում, գիտեք, հավատավոր ժողովուրդը սատարակ անել է եկեղեցուն։ Հիմա դա նաև արտահայտվել է Սամվել Կարապետյանի նաև հայտարարությամբ եւ իշխանությունը այդտեղ բնականաբար վտանգ է տեսնում, որովհետեւ որքան այս process-ը դառնում է մեր հասարակության մոբիլիզացիայի նաև աղբյուր, բնականաբար դա շատ ավելի անհանգստացնող է եւ անհանգստացնող է հատկապես այն պարագայում, երբ որ եկեղեցու սատարման մասին խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք, իսկ Սամվել Կարապետյանի քշիռը չնայած առաջին հերթին արտահայտում է տնտեսական հարաբերություն որպես գործարար, բայց բնականաբար իր հեղինակությունը նաև քաղաքական բավականին մեծ քշիռ է նաև աղորդում նաև իր վարքագծին, իր կենսագրությանը եւ բնականաբար ստեղծված իրավիճակում իշխանությունը որևէ ձևի պետք է ռեակցիա տար, որը երեք արտահայտվել է ձեր տեսած ձևով։ Պարոն Աբրամյան, նաև երեք Երբ նորից տեղեկություններ 24 նյուզի աղբյուրներով ըստ էության այսպես Ադրբեջանին Փաշինյանին հաջողվել է այսպես սահմանադրության փոփոխությունը հանել, ըստ տեղեկության հնարավոր չի դանել եւ այսպես ալտերնատիվ տարբերակ եկեղեցու դեմ արշավ սկսելն է, որքան էլ իշխանությունները փորձում են հերքել այս կապը ադրբեջանական այս հայրահաչոցների հետ։ Ամեն դեպքում դուք իրատեսական համարում եք, որ այստեղ սահմանադրության փոփոխությունից հրաժարվել են եւ այսպես եկեղեցու դեմ արշավով փորձում են այսպես ինչ-որ կոմպենսացնել։ Մեր հասարակությունը ի հակառակ այն խոստումների, որոնք ստացել էր 2018 թվականին, ոչ միայն Արցախի հարցով կամ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի մասով չի տիրապետել այն թափանցիկությանը, որը նրան խոստացվել էր, այլ տեսել է, որ տարիների ընթացքում տեղի ունենում ճիշտ հակառակը։ Հիմա սրանով պայմանավորված այս իշխանությունը տարբեր փուլերում այնպիսի քայլեր է անկանխատեսել մեր հասարակության համար, որ հիմա ցանկացած տեղեկատվություն ստեղծված իրավիճակում մարդկանց համար դառնում է խիստ հավատալի եւ վստահելի։ Հիմա ձեր ասած կոնկրետ հարցի հետ կապված եթե վերլուծենք ադրբեջանական մամուլը, հատկապես այն քարոշչամեքենա, որոնք գտնվում են պետական տարբեր ստրուկտուրաների վերահսկողության տակ, ուժային կառույցների նախագահական ապարատի եւ այլն, կտեսնեք, որ ներդաշնակ ձևով բավականին մեծ հարվածներ է տեղում եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ դրանք հնչում են երեկվանից նաեւ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Սամվել Կարապետյանի մասով դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շատ վաղուց փորձում է միջազգային հետախուզում հայտարարել եւ փորձում է դրանով նաեւ որոշակի ճնշումներ ապահովել նրա նկատմամբ, քանի որ ըստ նրանց Սամվել Կարապետյանը Արցախում բավականին մեծ ներդրումներ է արել, ինչը բնականաբար իրականություն է եւ դրանով գիտեք բոլոր այն գործարարներ, այն մարդիկ, ովքեր ներդրում են ունեցել Արցախում, նրանք մշտապես հայտնվել են Ադրբեջանի սև ցուցակում եւ նաեւ քարոշչական հարձակումների ներքո։ Կոնկրետ հայ առաքելական եկեղեցու հետ կապված բնականաբար առաջին իսկ օրերից սինխրոն գործել է հարձակումների ձևով, որովհետև նախ դա արտահայտվել է Ադրբեջանում իրենց կրոնական առաջնորդի հայտարարություններով, հետո դրան միացել են տարբեր քաղաքական գործիչներ եւ դրան հետեւել է նաեւ քարոշչական բավականին մեծ հարձակումներ, այսինքն սինխրոն սա տեղի ունեցող process-ը, ինչը ձեր ասած հարցադրումը եւ դրա եզրահանգումները բավականին դրամաբանական են դարձնում։ Ես չեմ կարող հիմա վստահ ասել, որ նման պայմանավորություն եղել է, թե չի եղել, ոնց որ դուք եք կարդացել, նույն ձև ես եմ կարդացել, բայց այն տրամաբանությունը, որը վերջին 4-5 տարիներին հատկապես նկատելի է այդ գործընթացում,
բնականաբար ես որևէ ձևով չի կարող որևէ բան բացառելի դարձնել, հատկապես որ դա իրականությանը մոտ է այս իշխանությունների վարքագծի պարագայում եւ նրանց արտահայտած քաղաքականության պարագայում եւ ստեղծված իրավիճակում բնականաբար նմանատիպ ենթադրությունները, այսպես ասեմ, որովաշակի առումով կարող են նաև հիմնավոր դիտվել։ Պարոն Աբրամյան, Նիկոլ Փաշինյանը հիմա ներսից գրառումներ է շարունակում կատարել։ Մի քանի րոպե առաջ էլ կրկին այս հեծի թեմայով գրեց, որ հեծը պետականացնելը պետք է արագացնել եւ ինքը հանձնարարական ունի արդեն եւ նաև հորդոր է անում հեծի աշխատակիցներին շարունակել աշխատանքը։ Ես նախ ուզում եմ ձեզ հարցնել, ինչպես եք գնահատում իր այս հայտարարությունը եւ ինչ մեխանիզմներ կան, դուք ինչ մեխանիզմներ եք տեսնում այս գործընթացը իրականացնելու համար։ Նախ իշխանության կամայականությունները տարբեր փուլերում արտահայտվել են։ Մեր բոլորի աչքի առաջ է եղել են բոլոր գործընթացները, եւ իշխանությունը տարբեր բնույթի գրողներ է սկսում բոլոր այն ուժերի, ինստիտուտների կամ գործիչների նկատմամբ, ովքեր իր դիրքորոշումից տարբերվող մոտեցում են ներկայացնում կամ այսպես ասած ճակերտավոր խոչընդոտում են իրենց քաղաքականության իրացմանը։ Բայց մի բան ասեմ, կոնկրետ հեծի դեպքում իմ տպավորությամբ Սամվել Կարապետյանը առանձնապես մտահոգություն չունի այդ մասով, որովհետև ինքը կարծում է, որ եթե կան հարցեր, որոնք իր համար սկզբունքային են, ապա ինքը այդ սկզբունքային հարցերին հասնելու համար ամեն ինչ անելու է, անկախ թե դրանից իրեն ֆինանսական որևէ կորուստ կլինի, թե չի ունի։ Բայց սա այլ խնդիր է նաև առաջացնում անուղղակի։ Տեսեք, ճիշտ է, Հայաստանը ունի փոքր տնտեսություն, բայց բնականաբար ներդրողները, պոտենցիալ ներդրողները, այն բոլոր կառույցները, որոնք հետևում են աշխարհի տարբեր հատվածներում տեղ ունեցող միտումներին, սա բնականաբար, սա անցալում են որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում եւ սա բնականաբար նաեւ ազդելու է Հայաստանի վարկանիշի վրա, հետագայում հնարավոր ներդրումների վրա, անկախ թե դրա հիմքում այսօր իշխող քաղաքական ուժը ինչ է դնում։ Բնականաբար այն մարդիկ, ովքեր մասնագիտորեն հետևում են այս process-ին, բնականաբար իրենց համար պարզ է թե ինչ է տեղի ունենում, եւ սա կրկնում եմ նաեւ բավականին վատ ազդեցություն ունենալու մեր ներդրումային միջավայրի վրա եւ Հայաստանի որպես պետություն նաեւ սա իմիջային մեծ խնդիրներ է ստեղծել։ Մեխանիզմների, այդ գործնական մեխանիզմների առումով սա ինչ օրինական մեթոդներ սա անելու կա, պարոն Աբրամյան, պատասխան չկա, ինչ կերպ։ Անկեղծ ասած չգիտեմ թե ընդհանրակարգային մասով ինչպես կիրականացվի, բայց չեմ կարծում թե խորհրդանի հարց կառաջանա, թեև եթե խորհրդանի հարցը առաջանա, եթե կառավարող ուժը նման որոշում կայացնի, խորհրդանում ունի մեծամասնություն եւ ունի բոլոր հնարավորությունները նաեւ խորհրդանում այդ process իրականացնելու համար, բայց ընդհանրակարգային առումով չգիտեմ թե ոնց է իրականացվելու, հատկապես երբ որ գործընթացը մեկնարկը ապօրինի է, բնականաբար մենք չգիտենք ինչ նոր սյուրպրիզներ կլինեն եւ այդ ապօրինությունները ինչպիսի դրսեւորումներ կստանան։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, եթե օրինակ ինչ որ անձի հետ խնդիր է ունենում եւ այդ անձը գործարար միջավայրից է, նա կարող է կոնկրետ որոշումներով այդ միջավայրում ինչ որ որոշումներ կայացնել, բիզնեսը փոխել կամ չգիտեմ ինչ որ բան պետականացնել։ Այսինքն ստացվում է այդ քաղաքական նպատակահարմարության, քաղաքական խնդիրների պատճառով կարող է անդրադառնալ թեմաների առանց հետագա հաշվարկները ունենալու թե ինչ կլինի այդ ոլորտի հետ։ Նախ ես չեմ կարծում թե դրա տակ հաշվարկներ չկա։ Ուղղակի իշխանության համար կա առաջնահերթություն, այդ առաջնահերթությունը իր իշխանության երկարաձգումն է, անկախ նրանից թե դա ինչ հետևանքներ կթողի Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի պետականության վրա կամ հասարակության վրա, նրան առանձնապես չի հետաքրքրում։ Կա մի գիծ եւ այդ գիծը անցնում է նրա իշխանության պահպանության եւ վերարտադրության ճանապարհով։ Հիմա այն վարքագիծը, որը դրսեւորում է քաղաքական իշխող ուժի ղեկավարի կողմից կամ արտահայտում է սոցիալական ցանցում, վաղը կարող է իրեն հռչակել որպես հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ ու ասի, որ գիտեք, այն խումբը, որը մենք ձևավորել ենք, այս մեր իրականության մեջ համարում է, որ օբյեկտիվ առումով ես կարող եմ այդ տեղը զբաղեցնել եւ այլն։ Այսինքն նրա քայլերը որոշակիորեն անկանխատեսելի են։ Մյուս կողմից, երբ որ մարդ արդեն գնում է վաբանկ, ստեղծված իրավիճակում արդեն տրամաբանություն ակնկալել նրա քայլերից պարզապես չեն կարող։
մի րոպե էլի ժողովրդի կապեն երկրորդ քռում եք, քռում չեք քռում։ Հերթով։ Ասա, նորը։ Երեխեքին ուղղակի հարց ունեմ։ Լավ, նարեկին առանձին պատասխանի։ Եթե ըստ լուրերի ԱՑԲ-ը երկրորդի Նիկոլ Փաշինյանի հրավերին եւ այդ անունները ոստիկանության վրա։ Երևանից կարծիքներ կան, որ ըստ էության Փաշինյանը գործել է բաժային հատվածների վրա, այսպես ազդեցություն է, եթե իր հրահանգները չի կատարում։ Դուք այդպիսի Ես կարծում եմ դեռևս վաղ է նման եզրահանգում անել, որովհետև մենք ինչ էլ քննարկեցինք ԱԱԾ արդեն նախկին տնօրենի հետ կապված, դրանք բացառապես ենթադրությունների ժանրից են եւ այս պահին դժվար է դրա հիման վրա շատ ավելի խորը եզրահանգումներ անել։ Այնպես որ մի քիչ ժամանակը կանցնի եւ կերևա քաղաքական process-ներ էլ դա արդեն ցույց կտան։